Կարծում եմ դժվար գտնվի որևէ հայ, ում ծանոթ չլինի Հենրիկ Մալյանի եւ Հենրիկ Մարգարյանի այս ֆիլմը իր դերասանական հզոր կազմով։ Դմբուզ Արսեն, Դինջ, Տիրացու, Մասխարա Զավեն, Ճուտո։ Իսկ հիշում եք նվագախմբի ղեկավարին, մաեստրո Յոհան Շտերլինգին։ Իսկ գիտեք, որ դա իրական կերպար է։ Եվ կարելի ասել, որ նա Հայաստանում փողային նվագախմբերի հիմնադիրն է։ Իրականում նրա անունը Վիլհելմ Շպերլինգեր, ազգությամբ գերմանացի, ծնվել է 1874 թվականին Քյոնիզբերգում, 1900-ին տեղափոխվել է Ռուսաստան, իսկ 1914-ին Հայաստան։ 1914-ից ղեկավարել է Երևանի Կայազորի եւ ռուսական Արական գիմնազիայի փողային նվագախմբերը։ Նրա զինվորական նվագախումբը մեծապես նպաստել է եվրոպական փողային երաժշտության տարածմանը Հայաստանում։ 1920 թվականին խորհրդային կարգեր հաստատվելու օրերին Վիլհելմ Շպերլինգն իր նվագախմբով դիմավորել է Կարմիր բանակի մուտքը Հայաստան։ 1923-ին Ռոմանոս Մելիքյանի հրավերով նա դարձել է նաև մեր կոնսերվատորիայի հիմնադիրներից մեկը, իսկ 1927-ից նա եղել է Երևանի Կայազորային փողային նվագախմբի պետ։ 1930-ին Շպերլինգը բռնագաղթվել է։ Խորհրդային տարիներին չի եղել ոչ մի գործարան կամ մշակութային օջախ, որ չունենար փողային կամ էստրադային նվագախումբ, ժողովրդիկների անսամբլ կամ պարային անսամբլ։ Մեր մանկական հիշողություններում վառ են մնացել Կոմայգիում, Կիրովի անվան այգում, կարուսելներից, ավազից շինություններ կառուցելուց եւ էսկիմո պաղպաղակներից բացի գեղեցիկ այսպես կոչված բեսեդկաներում նվագող փողային նվագախմբերը։ Մենք գտնվում ենք Երևանի, կարելի ասել, իմ հիշողության մեջ ամենայն դեպս հնագույն այգում, Կոմայգին։ Այստեղ բարի հրապարակ էր, մի քիչ այն կողմ նույնպես կարելի հրապարակ համերգային, եւ առանցին կար մի հատուկ պատրաստված վայր, որտեղ նստում էր փողային նվագախումբ։ Եվ ամեն անգամ այստեղ գալիս ես սպասում էի, թե փողային նվագախումբը ինչ է նվագելու եւ ինչպես է նվագելու։ Նույն ձևի կար նաեւ Կիրովի այգում, այս մանկական այգում, այնտեղ էր, բայց այնտեղ առանձնահատկությունն ինչ էր։ Նվագում էին երեխաները, դա պիոներ բալադիսաներն էին, որտեղ կար փողային նվագախմբի առանցին վերցրած կազմակերպվածություն եւ շատ երաժիշտներ դուրս են եկել այնտեղից։ Իսկ շքերթների ժամանակ մեկը մյուսին փոխում էին պիոներ պալատների նվագախմբերից մինչև զինվորական եւ Երևան պետական նվագախումբը։